Դիլիջանը քաղաքի արվեստի կոդ ծրագրի և Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի գործակցության շրջանակում հյուրընկալել էր փառատոնի 50 պատվավոր հյուրերի, արտերկրյա ու հայ կինոգործիչների։ Դիլիջանի մշակութային ժառանգության պահպանման, թաքնված ներուժի բացահայտման առաքելությամբ ծնված քաղաքի արվեստի կոդ նախաձեռնությունը նպատակ ունի նաև նպաստելու արդի համահունչ նոր որակի քաղաքային մշակույթի ձևավորմանը։ Մեր հյուրընկալության կարևոր մաս է կազմում մշակութային կյանքը։ Դիլիջան քաղաքը շատ հետաքրքիր մշակութային հանգույց է և մեզ համար կարևոր է, որ միջազգային հյուրերը կարողանան շրջել այստեղ, տեսնեն այն մեծ պոտենցիալը, որ ունի քաղաքը և միգուցե դա ձևավորի հետագա համագործակցություններ, հնարավորություն տա ֆիլմարտադրության ոլորտում համագործակցությունների։ Ճանաչողական այցը սկսվեց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղից, որի մեկդարյա շենքը վերջերս նույն տեսքով հիմնովին նորոգվել և այժմ գործում է որպես հայկական գործվածքի թանգարան։ Հովհաննես Շարամբեյանի հիմնած թանգարանի ցուցանմուշները ներկայացրեց նրա թոռը Նարեկ Վան Աշուղաթոյանը։ Թանգարանը լի մշակութային կյանքով է, դարձել արդեն ակտիվ կենտրոններից մեկը Դիլիջանի, որովհետև այդպես եւ նախագծվել է այս թանգարանը ժամանակին պապիկիս կողմից եւ այսօր պատահական չէ, որ այս ստեղծագործ մարդիկ անցնում են այս թանգարանով եւ կարծում եմ, որ սա նոր ոգևորության առիթ կհանդիսանա իրենց համար, լավ աղբյուր կլինի նոր գաղափարների ձևավորման համար։ Հյուրերը շատ տպավորված էին։ Ֆրանսիայից կինոպրոդյուսեր Դոմինիկ Վելինսկին արդեն 7-րդ անգամ է Հայաստանում Ոսկե ծիրան փառատոնի առիթով։ Ասում է, հայկական մշակույթին Ֆրանսիայում ծանոթ է եղել Շարլ Ազնավուրի շնորհիվ։ Այժմ էլ ուզում է նպաստել, որ հայ կինոն տեսանելի լինի միջազգային կինոթատրոններում ու մեծ էկրաններին։ Այս տարի վերադարձել եմ նախագծով, Ոսկե ծիրան փառատոնի ռեգիոնալ մրցույթի ժյուրիի անդամ եմ։ Ընտրելու եմ 4 հայ երիտասարդ կինոռեժիսորների, որոնք մինչև մարտ ֆիլմ են նկարահանելու 4 արտասահմանցի կինոռեժիսորների հետ, եւ այդ 4 ֆիլմերի պրեմիերայից հետո միջազգային կինոշուկայում եւ հարթակներում ցուցադրելու հնարավորություն ենք տալու։ Առաջին անգամ եմ Դիլիջանում։ Ամենահեռու վայրը, որ ես այցելել եմ Հայաստանում, Սևանն է եղել։ Դիլիջանով ես հիացած եմ, շատ գեղեցիկ է։ Հյուրերն այցելել են նաև 19-րդ դարի Դիլիջանը ներկայացնող թանգարանային համալիր, որը ևս Հովհաննես Շարամբեյանի ջանքերով է պահպանվել, նաև հաղարծին վանական համալիր։ Իդեպ Դիլիջանը կինոգործիչների աչքերով շատ կինեմատոգրաֆիկ քաղաք է։ Հերմինե Բաղդասարյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։